Այսօրվա ժամանակակից աշխարհը զարգանում է նաև թվայնացման միտումներով, պարոն Աղաբալյան, այս համատեքստում, եթե փորձենք ընթացակարգային լուծումների տեսանկյունից գնահատման առարկա դարձնել, case lens-ը մասնագիտացված է նաև տեխնոլոգիական լուծումների մեջ, ինչպես կարող է առհասարակ թվայնացումը նվազեցնել ինստիտուցիոնալ արբիտրաժի ծախսերը, որովհետև քննարկեցինք, որ հիմնական ըստեյության թերություններից մեկը նաև բարձր սահմանված ծախսերն են ըստեյության, եւ արդյոք տեխնոլոգիաները կարող են ad hoc արբիտրաժի պարագայում արդեն տալ այն կայունությունը, որի պակասը ըստեյության բոլոր բանախոսները իրենց խոսքի մեջ մատնանշեցին։ Ինստիտուցիոնալ արբիտրաժի մասին եթե մտածենք, որպես ընթացակարգ ինչ ծախսեր են ներառում, հիմնականում այդ case management team-ն է, սեկրետարիատն է, ու այն ինչ որ անում են, իրենք administration-ն անում, օրինակ եթե արբիտրաժային հաստատություններում արբիտրաժով զբաղվելիք, հիմնականում ամփոփագիր է տալի case manager-ը, այդ ամփոփագրում լինում է, որ արբիտրաժային համաձայնության վրա վեճեր լինում է կողմերի, անունները լեզուն, ամփոփ ինֆորմացիա են տրամադրում, որպեսզի ավելի հեշտացնեն վեճի հետ նախնական փուլում ծանոթանալու հարցը, ունեն տարատեսակ սիստեմներ ներդրած, որ շրջանառությունը չլինի email-ով, case management tool-եր ունեն, օրինակ ICC case connect-ը, նույնիսկ Սինգապուր ունի կամ Ստոկհոլմ Chamber of Commerce ունի, հիմնականում այդքան էլ լավ չեն լինում այս գործիքները, սկզբից բողոքում են, հետո աստիճանաբար լավացնում են, ինչի համար որ ավելի ապահով տարբերակով փաստաթղթերը իրար միջև ոնց որ կիսեն, որ շուղարկ են արբիտրին իմելով, ուղարկում են այդ պլատֆորմի մեջ, համ արբիտրն է կարողանում access անել, համ case management-ին է կարողանում access անել, Պենց խոսում են ավելի բարելավել պրոցեսները, ավելի նաև ծախսերը կրճատել կամ ռիսկերը ավելի կրճատել։ Այլ ծախսը օրինակ սկրուտինին, օրինակ ներկայացնեն Սինգապուրի արբիտրաժային կենտրոնի քննարկում ենք, մոտ 30-ականոց case management team ունեն ու սկրուտինի են անում, իրանց սկրուտինին բավական detail է, անգամանալին նայում են, ու չեն հասցնում բավական դժվարացածել, օրինակ AI գործիքներ են փորձում քննարկենք ներգրավել, որ ավտոմատ սկրուտինն անենք, ըստ ենթադրենք իրենց չեքլիստի, վրայով AI անցնի ամեն չեքլիստի հարցով պատասխանը տա, կախված արդեն ինստիտուտից հավասարությունին ավելի ընդարձակ լինի կամ պակաս ընդարձակ լինի, օրինակ Վիեննայի արբիտրաժային կենտրոնը շատ թեթև սկրուտինի անում, չի խորանոթքան, ICC member-ներն են սկրուտինի անում, ICC member-ներն ամբողջովին սկրուտինի անում, երբեմն բողոքում են, որտեղ 700 էջանոց, 900 էջանոց բջիղ լինում ICC-ում, որտեղ այս ամբողջովին ունում, շատ բան չկարողում են ասելու եւ ICC-ն հենց այն դիտարկում ոնց կարող են ավելի շատ ավելի հեշտացնել այդ գործընթացը։ Ինչ են անում նաև վիճակագրություններ են հրապարակում ինստիտուտները, որպեսզի նախ մարքեթինգային մատերիալը, որ իմանան, որ ինձ մոտ այս երկրներից այս տեսակի վեճեր կան, դա էլ ծախս, այդ ռեպորտները պետք է պատրաստել, ու եթե մեծ ծավալի վեճերներ ունես, դժվար է ռեպորտները պատրաստել, օրինակ քանի գործ ա եղել այս երկրից կամ քանի գործ ա եղել շինարարական արբիտրաժով, քանի գործ ա եղել ներդրումային արբիտրաժով, վիճակագրություն են հրապարակում, այդ էլ իրենց գործի մասը, ու ունեն նաև publications team, այսպես ասած, որ ռեպորտներ են ստեղծում, հիմնական գործառույթները դրանք են, որ հնարավոր ավտոմատացնել, միակ կենտրոնը, որ տենց լուրջ զբաղվում է հայաստան բանականությամբ ինչ-որ գործընթացներ ավտոմատացնելու, Ամերիկան արբիտրաժային ասոցիացիայի ICDR կենտրոնն է, շինարարական արբիտրաժում փորձում AI arbitrator ներառել, որ մենակ փաստաթղթերի հիման վրա վեճերը, ովներ փաստաթղթերը տրամադրեն, իրենց հայցեդիմները ու գից օժանդակ փաստաթղթերը, վեճեր գեներացվի, հետո արբիտրը կարդա այդ վեճերը ու ստորագրի շրիտակ կամ փոփոխի այդ վեճերը նոր ստորագրի։ Միտքը լավն է, բայց լավ չի ընդունվում արբիտրաժային համայնքի կողմից եւ իրենց ամոնի պատճառով, որ ենթադրում որ պետք է փոխարինի արբիտրներին, իրականում ինքը չի փոխարինում արբիտրներին, գրում է վեճերը, արբիտրը պետք է կարդա, ուրիշ հարցը, ինչքան ժամանակ է ծախսում, որ կարդա այդ վեճերը, ուղղի այդ վեճերը, բայց ամեն դեպքում մենակ գրավոր ընդհանրակարգի մասն է խոսքում, որ 1% վեճերը դեպքում շինարարական արբիտրաժում ու կողմերը պետք է համաձայնեն, որ AI արբիտրը այդ վեճը լուծի, ինչը
երևի մենակ ցածր արժեքով վեճերի դեպքում հնարավոր, որովհետև եթե չգիտեմ բազմամիլիոնանոց վեճում ես, շատ ավելի վստահելի է մարդկանց վստահես վեճը, քան արբիտրի, որը անկախատեսելի որոշում կարող է կայացնել, որը դժվար կլինի բացատրություն պահանջել։ Ոնց որ ճիշտ է արբիտրերի ստորագրում անկույց չգիտակ, բայց ռիսկը պահանջում է մեծ ծավալի կամ մեծ արժեքի վեճ խոսք։ Հիմնական գործիքները արբիտրաժային կենտրոններում սրանք են, հասկանանք արբիտրաժային կենտրոնները գործի ադմինիստրացիայով զբաղվում մեծ աշխատանք չեն, հենց գործի ում բովանդակության հետ կապված սեկրետարիատի դեր են տանում, այսինքն հեշտացնում են արբիտրի կոմունիկացիան, արբիտրի համար ինֆորմացիայի տրամադրումը ու կողմերի այդ սերվիսից օգտվել, այսինքն ծառայությունը մաքսիմում փորձում է ծառայությունը ավելի լավ տրամադրել, որպեսզի ուժն իրենցից օգտվեն։ Պարոն Աղաբեբյան, ձեր ընկերությունը խորապես ուսումնասիրում է իրավական գործընթացները եւ վեճերի լուծման պրակտիկան, զուտ բիզնեսի տեսանկյունից գործարանները պայմանագիր կնքելիս ինչ էական սխալներ են թույլ տալիս արբիտրաժային վերապահումները ձևակերպելիս եւ որ դեպքերում է արդարացված գնալ ad hoc ճանապարհով եւ որ դեպքերում ինստիտուցիոնալ արբիտրաժը կենսական նշանակություն է դառնում վեճերի լուծման համատեքստում ռիսկերի կառավարման մոդելի տեսանկյունից։ Շնորհակալություն հարցի համար։ Եթե դից ուղղակի բիզնես տեսանկյունից նայենք, մենք արբիտրաժային համաձայնություն հիմնականում բոլոր մեր պայմանագրերի մեջ ներառում ենք։ Եվ ամենապրակտիկ նկատառումը, թե ում հետ եք պայմանագրի կնքում, եթե մեծ կազմակերպությունը իրեն կարող են թելադրել ձեզ, հիմնականում փորձում ես ավելի իրենց հարմար պայմաններ նշանակել, չես նշանակում Հայաստանի իրավունքը, օրինակ արբիտրաժային համաձայնության մեջ որպես կիրառելի իրավունք, փորձում ես իրենց վայրի իրավունքը նշանակես, եւ ամենապրակտիկ նկատառումը դրանք են, ու փորձում ես իրականում պետք է հաշվի առնել նաև կոնտրակտի արժեքը, որտեղ եթե վեճ առաջանալու, բայց քո կոնտրակտը $10,000 մասին խոսքը գնում, հնարավոր արբիտրաժի գնալը ընդհանրապես դեռ չկա, դրա համար կարող ստրատեգիապես դու նշես արբիտրաժ չգնալու հույսով, որովհետև եթե քեզնից պետք է ենթադրենք պահանջներ կայացնեն, հեշտ կլինի խուսափել, եթե պրակտիկ տեսանկյունից նայենք, բայց բնականաբար դիմացի կողմի առարկություններ են լինում ու պետք է համաձայնեցնել արբիտրաժային համաձայնությունը, եթե խոսենք ad hoc թե ինստիտուցիոնալ, եթե նայած կազմակերպության հետ ես համագործակցում, ովքեր ընդհանրապես հակված չեն ժամանակացին պահանջելու պայմանագրի շուրջ պահանջի արժեքն են խնդրել չի, որ ուզենան ad hoc արբիտրաժի շուրջ պահանջեն, հիմնականում ուզում ես ինստիտուցիոնալ արբիտրաժի իրենց համար նախատեսված իրենց երկրի կամ իրենց հարմար իներտ երկրի կանոններ, հիմնականում կոմենտներ չեն լինում ու հենց դեռ խնդիրներ են առաջանում, արբիտրաժային համաձայնության հետ կապված, որ համարվում են եզգիշերի պայմաններ, դրանց հետ կապված ամենավերջում են բանակցում կամ չեն բանակցում առասարակ, խնդիրները աննկատ են լինում, այն իրավաբանները, ովքեր բանակցում են, հիմնականում պայմանագրային իրավունքի մասնագետներ են, վեճերի լուծման մասնագետներ չեն, կամ կարող է DPO լինի, Data Protection Officer լինի, ով տվյալների պաշտպանության հետ կապված գիտելիքներ ունի, հնարավոր շատ չխորանան, դե եթե պրակտիկ նայենք, հիմնականում ինստիտուցիոնալ արբիտրաժ ես ընտրում ու կախված քո արդեն բանակցելու ուժից կարող ես արդեն թույլատրել պայմաններ, կամ չես կարող թույլատրել պայմաններ։ Հիմնականում դե պայմանագրի չես մտածում վեճի մասին կամ մտածում ես, որ վեճը կարող չառաջանա, կամ հիմնականում կանխամտածված մտածվես հենց առաջանալ ժամանակը մտածվես, բայց պետք է ստրատեգիապես մտածել, եթե վեճ առաջանա արդյոք գնալուց Լոնդոնի արբիտրաժային դատարան վեճը լուծես ծախսես չգիտեմ $170,000-150,000, դա իմաստ չունի Լոնդոնի արբիտրաժային դատարան գնալ։ Դրա համար օրինակ տեղական արբիտրաժային կենտրոնները շատ հարմար տարբերակներ են փոքր վեճերի համար, որտեղ պայմանագրի արժեքը մեծ չի, բայց վերադառնալով հարցին երբ ավարտեմ, ad hoc արբիտրաժ ընտրելիս լինում դեպքեր, որ պետք է ad hoc արբիտրաժ ընտրել, օրինակ ծախսերը խնայելու համար, ad hoc արբիտրաժ կարելի է ընտրել ուղղակի ձեր մտածած կանոններով, ինքն այդ կանոնները ամբողջությամբ ոնց որ նախագծեք, դրանով գնանք արբիտրաժը, ռիսկերը իհարկե պարունակում է, ավելի հեշտ տարբերական ընտրել ունցիտրալի արբիտրաժային կանոնները 1976 թվականին,
հիմնականում դրանք են ստանդարտը, որ շնչում են ու երևի պետք է տես թեթևակի ձևափոխել ասենք բայր արբիտրաժի լեզուն տեմպերատուրը ամեն ինչ նշած։ Հիմնական առավելությունը որ կարող չվճարեք ինստիտուցիոնալ արբիտրաժի վճարները, բայց այդ նաև պրոթերություն լինի, որտեղ ֆիրման ճիշտ չնախատեսեք, հնարավոր է խնդիրներ առաջանան, իսկ ինստիտուցիոնալ արբիտրաժի դեպքում կանոնները հնարավոր է խնդիրների լուծեն ձեր համար։ Երևի հիմնական նկատողները դրանք են, ափոք կարելի է մենակ երևինալ ծախսերը խնայելու համար կամ եթե շատ մասնագիտացած վեճ է, ուզում եք մասնագիտացած վեճը ձեր ուզած կանոնները լուծեն, այդ երկու հիմնական պայմաններն են լինում, որ արտադրածն արտադրել, ապա դեպքում ինստիտուցիոնալ ավելի հեշտացնում գործընթացը։